Արտահանման արգելքը ծանր հարված է հասցրել ոլորտին։ Թեմայի շուրջ այսօր լրատվականը զրուցել է Վարդենի ջերմոցի համահիմնադիր Ցոլակ Չադրյանի հետ, ով ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները, դրանց պատճառներն ու հնարավոր լուծումները։ Հայաստանի ծաղկի արտադրության ոլորտը ներկայացուցչի գնահատմամբ այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Ցոլակ Չադրյանի խոսքով արտահանման սահմանափակումները ծանր ազդեցություն են թողել ինչպես ջերմոցային տնտեսությունների, այնպես էլ ծաղկի վաճառքով զբաղվողների գործունեության վրա, զգալիորեն սահմանափակելով արտադրանքի իրացման հնարավորությունները։ Բոլորս էլ գիտենք, որ մեր գյուղատնտեսական ապրանքի, այսպես ասած, արտադրանքի 80-90%-ը դուրս է եկել դեպի ԵԱՏՄ շուկա, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն։ Դա բոլորին ասենք քաչ հայտնի է։ Մենք մեր տնտեսությունը այդպես ենք կաշկավորել տարիներ շարունակ։ Մեր տնտեսությունը զարգացել է այդ շուկայի հաշվին, որովհետև այն քանակի արտադրանք, որ նոր արտադրվում է Հայաստանի Հանրապետությունում, դա շատ տասնյակներ անգամ ավելի շատ է, քան մեր ներքին պահանջարկը։ Այսինքն մեր տնտեսությունը հիմնականում զարգացել է դրա հաշվին։ Ու բնականաբար ինքը պետք է իր բացասական հետևանքը թողներ մեր տնտեսության վրա, որը մենք ամեն օր տեսնում ենք, որ չնայած մեր կառավարության ներդրած ջանքերի, բայց հարցը կարելի ասել հիմնականում լուծում չի ստանում։ Այն բոլոր երկրները, որոնք շեշտվում են, Արաբական Էմիրություններ, եվրոպական մի շարք երկրներ, Բուլղարիա, Ռումինիա, դրանք չունեն այն պոտենցիալը, այն ընդունելու կարողությունը, որը մենք աշխատել ենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Արտահանման հնարավորությունների բացակայության պայմաններում ջերմոցներում աճեցված ծաղիկների իրացման շուկան զգալիորեն սահմանափակվել է։ Արդյունքում արտադրողները ստիպված են իրենց արտադրանքը վաճառել ինքնարժեքին մոտ կամ նույնիսկ դրանից ցածր գնով, փորձելով մասամբ փոխհատուցել կատարած ծախսերը։ Քանզի սա խնդրի լուծում չէ, այլ ընդամենը ժամանակավոր քայլ, որը չի կարող երկարաժամկետ հեռանկարում փրկել ոլորտը, նշեց պարոն Չադրյանը։ Եթե ընդունված շուկայական արժեքից անհամեմատ էժան շուկայում ապրանք է ներմուծվում, ինքը համարվում է դեմպինգ խոշոր տնտեսվարողների կողմից։ Բայց այս պարագայում չեմ կարող նման գնահատական տալ, որովհետև ինքը համարվում է ֆորս մաժորային իրավիճակ։ Այսինքն ես ունեմ հիմա 1 հեկտար տարածք, բնականաբար հոգսս այդ մի հեկտարի տված արտադրանքն է, բայց պատկերացրեք այն մարդկանց վիճակը, ովքեր ունեն 15, 20, 30 հեկտար, իրենց վիճակը շատ ավելի բարդ է։ Բնականաբար սա լուծում չէ, սա ավելի շատ կարելի ասել շուկան աղավաղել է, որովհետև մարդը չի կարող, ասենք, միջին արժեքում ստանա մեկ վարդը 100 դրամ, բայց վաճառի 50 դրամ։ Բայց քանի որ իրանք այլ ելք չունեն, իրանք ստիպված դիմել են այս քայլին, ու բնականաբար սա չի կարող երկար տևել։ Նրա համոզմամբ, եթե իրավիճակը չկարգավորվի, ծաղկի արտադրությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսություններ կարող են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը կբերի նոր աշխատատեղերի կրճատման եւ զգալի տնտեսական կորուստների։ Վիճակը քանի գնալու ավելի վատանալու է, որտեղ Հայաստանի Հանրապետությունում այս պահին կա մոտ 1800 հեկտար ջերմոցային տնտեսություն։ Այսինքն բոլոր տնտեսությունները գոյատևում են այն բանի հաշվին, որ իրենք ծմերը աշխատում են եկամուտ ստանալով։ Հիմա պատկերացրեք, եթե մենք այս պահին հազիվ կարող ենք մեր ծախսը փակել, այսինքն ծախսածածկման կետի վրա ենք, տնտեսագիտական, եթե տերմինով ասեմ, հիմա դրան գումարվի մի հատ էլ 40% հավելյալ ծախս, բնականաբար շատ մի մեծ մասը, կարելի ասել 90% իրանք փակվելու են։ Բայց միևնույն ժամանակ էլ պետք է հասկանանք, որ մոտավորապես 200-ից 300 հազար քաղաքացիներ Հայաստանի Հանրապետությունում իրենց օրվա ապրուստը հայտարարում են գյուղատնտեսությամբ։ Ոլորտի ներկայացուցիչը ընդգծում է, որ անհրաժեշտ է հրատապ եւ արդյունավետ լուծումներ, որոնք թույլ կտան վերականգնել արտահանման բնականոն ընթացքը եւ ապահովել հայկական ծաղկի արտադրության շարունակական զարգացումը։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ծառայողական լիազորություններն օգտագործելով ծառայության շահերին հակառակ անձնական շահագրգռվածությունից ելնելով էական վնաս է պատճառել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքներին եւ օրինական շահերին։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ճանապարհային նշանների տեղադրման
գնման մրցույթում ճանաչվել է հաղթող եւ կողմերի միջև կնքվել է համապատասխան պայմանագիր, սակայն քաղաքապետարանի պաշտոնատար անձը նպատակ ունենալով գործել հօգուտ իր հետ փոխկապակցված մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պայմանագրով չնախատեսված հիմքով մրցույթում հաղթած ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք։ Այնուհետև, անտեսելով նշված պահանջի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու գործընթացում նոր գնման ընթացակարգ սկսելու արգելքը հիշյալ պաշտոնատար անձը նախաձեռնել է այն, որի արդյունքում ընտրված մասնակիցը ճանաչվել վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունը եւ կնքվել է 75 միլիոն դրամ արժեքով պայմանագիր։ Քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել։ Նրա պաշտոնավարումը կասեցվել է, քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Արարատ ցեմենտ ընկերությունը, որի բաժնետոմսերի արժեքը ավելի քան 9 միլիոն դոլար է, դեռ 23 տարի առաջ ըստ դատախազության ապօրինի կերպով անցել է Գագիկ Ծառուկյանի կառավարմանը ընդամենը 200,000 դոլարով։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով դատախազության միջնորդությամբ ընկերությունը դատարանի որոշմամբ այժմ հանձնված է պետության կառավարմանն ու պահպանմանը։ Դեռ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Հայցադիմումով որպես ապօրինի ծագում ունեցող գույք ի թիվս այլնի պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Արարատ ցեմենտ ընկերության բաժնետոմսերը։ Այս հայցադիմի շրջանակում 2026 թվականի հուլիսի 13-ին գլխավոր դատախազության կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հակակոռուպցիոն դատարան, որը 2026 թվականի հուլիսի 15-ին բավարարվել է եւ դատարանի որոշմամբ ըստ էության Արարատ ցեմենտ ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը եւ պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը։ Ըստ դատախազի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կատարել են Ծառուկյանի ծախսերի եւ եկամուտների վերլուծություն։ Բացահայտվել են գույքեր, որոնց ձեռքբերումը չի հիմնավորվել օրինական եկամուտներով։ Կոնկրետ այս դեպքում, քանի որ Գագիկ Ծառուկյանը հանդիսացել է նաև պաշտոնատար անձ 2003 թվականից եւ ըստ էության 2003 թվականից հետո կատարվել են բավականաչափ գույքային ձեռքբերումներ, որոնց մեջ նաև ներառված է Արարատ ցեմենտ ՓԲ ընկերությունը, այսինքն որի ձեռքբերումը ըստ էության չի հիմնավորվել Գագիկ Ծառուկյանի եւ փոխկապակցված անձանց օրինական եկամուտներով եւ այս մասով գլխավոր դատախազության կողմից ներկայացվել է բռնագանձման պահանջ, որը դեռևս քննվում է դատարանում։ Դատախազության ուսումնասիրությունների արդյունքում Արարատ ցեմենտ ընկերության մասնավորեցման գործընթացում եւս մի շարք խախտումներ են հայտնաբերել։ Կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ ձևավորվել է մրցութային հանձնաժողով Արարատ ցեմենտ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով 317,000 բաժնետոմսերի վաճառքի գին է սահմանվել ավելի քան 3 միլիարդ 317 միլիոն դրամը։ Գնման առաջարկ են ներկայացրել շվեյցարական եւ անգլիական երկու կազմակերպություն։ 2001 թվականի սեպտեմբերի մրցույթում հաղթող է ճանաչվել շվեյցարական կազմակերպությունը, որը առաջարկել է բաժնետոմսերի համար վճարել 32 միլիոն 300,000 դոլար։ Ընկերությունը վճարել է ավելի քան 185 միլիոն դրամ կանխավճար։ Սակայն մրցույթում հաղթելուց մեկ ամիս անց շվեյցարական Հոլսիմ ընկերությունը հրաժարվել է նշված գույքը ձեռք բերելուց առանց որևէ պատճառաբանության։ Շվեյցարական ընկերության կանխավճարն այդպես էլ հետ չի վերադարձվել։ Արդեն 2002 թվականի սեպտեմբերին կառավարությունը խախտելով օրենսդրական պահանջը կրկին մրցույթ հայտարարելու փոխարեն որոշել է 3 միլիարդ 317 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմսերը ընդամենը 200,000 դոլարով ուղղակի վաճառքով օտարել Վահագն Գուլոյանին, որը Գագիկ Ծառուկյանի փեսայի Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրն է։ Ռոբերտո ընկերությունից Արարատ ցեմենտ ընկերության բաժնետոմսերը գնելուց հետո 2003 թվականին ընկերության ժողով որոշում է եւ ընկերության կառավարիչը նշանակում Գագիկ Ծառուկյանին։ Այնուհետև նշված ընկերությունը արդեն Բելգիայի թագավորությունում դիմում է դատարան լուծարելու նպատակով եւ արդյունքում 2018 թվականի փետրվար ամսին նշված ընկերությունը լուծարվել է։
Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պաշտոնատար անձի կողմից իշխանական եւ ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահման կամ լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։ Դատախազությունը Արարատ ցեմենտ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ոսկե բանալի առողջարանի ձեռքբերման գործընթացում եւս հայտնաբերել է մի շարք խախտումներ։ Կառավարության ղեկավարը 2003 թվականի հունվարի 9-ի որոշմամբ պետական գույքի կառավարման նախարարին թույլատրել է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող 44 միլիոն 390 հազար դրամ արժեքով ոսկե բանալի առողջարանը վաճառել մրցույթով, որպես նվազագույն գին սահմանել 6 միլիոն 500 հազար դրամը։ Հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արարատ ցեմենտ ընկերությունը։ Ընկերությունը 2003 թվականի օգոստոսի 15-ին կնքված պայմանագրով պարտավորվել է պայմանագրի կնքման պահից 2 տարվա ընթացքում կատարել $30,000 ներդրում, ստեղծել 30 աշխատատեղ։ Սակայն չկատարելով իր ստանձնած պարտավորությունները, հետագայում կառավարությանը ներկայացրել է բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, ձևացնելով, թե իբր նշված պարտավորությունները կատարվել են։ Իսկ պետական գույքի կառավարման վարչության իրավասու անձինք իրենց հերթին, իրենց ծառայական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով չեն ստուգել, թե արդյոք իրականում ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները կատարվել են թե ոչ, եւ արդյունքում 44 միլիոն դրամ արժեք ունեցող գույքը դարել է Արարատ ցեմենտ փակbaşնետիրական ընկերությանը պետությանը պատճառելով նշյալ գումարի չափով վնաս։ Դատախազը 2026 թվականի հունիսի 15-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե։ Միևնույն ժամանակ օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով դատախազությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ոսկե բանալի առողջարանի նկատմամբ Արարատ ցեմենտ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ։ Խախտումներ են հայտնաբերվել նաև Արարատ ցեմենտ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 74.1 հեկտար մակերեսով հողամասերի ձեռքբերման, ինչպես նաև ընկերության հանքարդյունահանման գործընթացներում։ Վերադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթին, դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք եւ 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևանում։ Պահանջվող գույքերի ցանկում են Կոտայքի մարզի Առինչ համայնքում գտնվող 2 առանձնատները, որոնցից մեկի շուկայական արժեքը ավելի քան 1.7 միլիարդ դրամ է։ Շինության մակերեսը շուրջ 2900 մետր քառակուսի, իսկ հողամասինը 3.5 հեկտար։ Մեծ գույքի դեպքում շուկայական արժեքը կազմում է շուրջ 2.5 միլիարդ դրամ, որի դեպքում արդեն հողամասի մակերեսը գերազանցում է 10 հեկտարը։ Երևանի 57 բնակարանների գերակշիռ մասը գտնվում են Նոր Նորքում։ Ըստ դատախազության բռնագանձման ենթակա բնակարաններ Ծառուկյանը ունի նաև կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաև Ծաղկաձոր քաղաքում։ Գույքերի թե ձեռքբերումը չի հիմնավորվել օրինական եկամուտներով, ինչպես նաև շատ գույքերի վրա իրականացվել է կառուցապատում եւ նշված կառուցապատումը եւս չի հիմնավորվել օրինական եկամուտներով, այսինքն թե գույքային ձեռքբերումը չի հիմնավորվել, թե նաեւ գույքի բարելավումը եւ դրա հիման վրա արդեն ներառվել է բռնագանձման պահանջը այդ գույքերի։ Բացի անշարժ գույքերից դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել նաեւ 42 տրանսպորտային միջոց, որոնց մեջ են մտնում Rolls-Royce մագնիշի տրանսպորտային միջոցներ, Bentley մագնիշի տրանսպորտային միջոցներ, BMW, Mercedes-Benz տրանսպորտային միջոցներ։ Բռնագանձման հայցում են ներառված նաև 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են Multigroup կոնցեռնը, Multi-Avtotranс-ը, Onira Club-ը եւ այլն։ Multigroup կոնցեռն ՍՊ ընկերությունը, որը որ եւս պահանջում ներառված է, իր մեջ նաեւ ներառում է, այս ընկերությունը իր մեջ ներառում է նաեւ այլ իրավաբանական անձանցում մասնակցություններ, այսինքն եթե դատարանի որոշմամբ վճռով բավարարվի այս պահանջը Multigroup կոնցեռնի բռնագանձման, ապա Multigroup կոնցեռնի հետ միասին բռնագանձվել են նաեւ այլ իրավաբանական անձանցում Multigroup կոնցեռնի մասնակցությունը անուղղակի, քանի որ Multigroup կոնցեռնն է այդ ընկերությունների մասնակիցը։ Հայցադիմումով պահանջվում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել նաև ավելի քան $288 միլիոն, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը եւ ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը եւ 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք։ Նշենք նաև, որ այս տարի Ծառուկյանը ներկայացրել էր 2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածի հայտարարագիրը։ Նա հայտարարագրել է Կոտայքի մարզում գտնվող 13 հողամաս, անհատական բնակելի տուն, 7 շենք շինություն եւ հողին
վերածված 2 այլ գույք, ինչպես նաև Երևանի կենտրոնում գտնվող բնակարան, 19 տրանսպորտային միջոց։ Որպես թանկարժեք գույք Ծառուկյանը հայտարարագրել է կահույքի բազմաթիվ բարձրարժեք հավաքածուներ, որոնց յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է $100,000, 20 հատ ջահ, որոնց ընդհանուր արժեքը $1,587,000 է, ադամանդակ ուրմատանիներ, ամենաթանկարժեքը $3 միլիոն։ Ծառուկյանի դրամական միջոցները կազմում են շուրջ 3,4 միլիարդ դրամ, ավելի քան $26,7 միլիոն, €546 միլիոն և 233 միլիոն ռուբլի։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Արտուր Պետրոսյան։ Բանակի կերպափոխման գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկն էլ սպառազինության միջոցների համալրումներին զուգընթաց զորատեսակների ներդաշնակումն է։ Այս համատեքստում անխոս մեծ է մասնագիտական ստորաբաժանումներում հրամանատարական օղակի փոխգործակցության կարևորությունը։ Այսօր գործնական պարապմունքներ հրետանային բրիգադայի բազայի վրա նպատակ ունենալով ցուցադրելու հաշվի առնելով ժամանակակից պատերազմների փորձը, նոր մշակված մարտավարությունը եւ մարտական աշխատանքը միանման մոտեցումներ սպայակազմի մոտ ձևավորելու, ինչպես նաեւ գործնականում ստորաբաժանումների գործողությունները ցուցադրելու նպատակով։ Հրամանատարական հավաքներն այդ թվում ըստ զորատեսակների բանակի արդիականացմանը միտված գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից անհրաժեշտություն են առաջին հերթին փորձի փոխանակման ձեռքբերումներով ու հաջողություններով կիսվելու հնարավորության, բացթողումներն ու թերությունները շտկելու միջոցների քննարկման առումով։ Առաջի անգամ ցուցադրվեց կրակաճշտողների պարապմունք եւ տեղազանման խմբերի պարապմունք։ Նպատակը ցուցադրելն էր նոր նմուշի սպառազինության կիրառման կարգը, պարապմունքներն ավելի արդյունավետ անցկացման մեթոդը։ Ընդգծելով, որ վերջին տարիներին զգալի առաջընթաց է արձանագրվում զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման աշխատանքներում, միևնույն ժամանակ արձանագրենք, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նոր հնարավորություններ է ընձեռում զորքերի ներդաշնակման եւ արդյունավետ փոխգործակցության միջոցով մարտավարական նոր մոտեցումներ մշակելու, հմտություններ զարգացնելու եւ պայմանական մարտի պարագայում ըստ անհրաժեշտության կիրառելու տեսանկյունից։ Միևնույն ժամանակ առաջ բերելով նոր կրթական մարտահրավերներ։ Հավաքի շրջանակներում ներկայացված ցուցադրական վարժանքի ընթացքում համապատասխան վերապատրաստում անցած եւ արդեն իսկ որոշակի փորձառություն ունեցող հրահանգիչները մասնագիտական ստորաբաժանումների հրամանատարներին ներկայացրին 155 մմ դրամաչափի արամազդ ինքնագնաց հրետանային կայանքի, ինչպես նաեւ նիզակ հակատանկային կառավարվող հրթիռային համալիրների շահագործման հարցերի շուրջ իրենց փորձառությունը։ Մյուս ուսումնական կետը նկարագրված էր հակատանկային համալիրները, որոնք ժամանակակից արհեստական բանականությամբ համալրված հակատանկային միջոցներ են, ցուցադրեցինք նրանց վարժասարքեր, ինչպես նաև մեկ հաշվարկի միջոցով կրակային հարթակ զբաղեցնելը, որտեղից որ իրականացնում են խոցումը եւ կրակային հարթակը թողնելը։ Քննարկվեցին անձնակազմերի ուսուցմանը, մասնագիտական հաստիկների համալրմանն ու փոքր օղակի հրամանատարների պատրաստմանն առնչվող ընթացքային հարցեր, տեսակետներ ու առաջարկություններ, որոնք հետագայում կօգտագործվեն ուսումնական գործընթացը առավել ճկուն կազմակերպելու համար։ Նայիրա Համբարձումյան, Հայկ Չիլինգարյան։ Գրեթե 2 շաբաթվա անընդմեջ ռազմական գործողություններից հետո վերջին 2 օրվա ընթացքում Միացյալ Նահանգները եւ Իրանը դադարեցրել են փոխադարձ հարվածները։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադար վերցնել դիվանագիտությանն ավելի շատ ժամանակ տալու համար։ Ըստ ամերիկյան տարբեր լրատվամիջոցների ԱՄՆ բարձրաստիճան ռազմական եւ քաղաքական խորհրդականները, այդ թվում փոխնախագահը, զինված ուժերի շտաբների պետերի Միացյալ կոմիտեի նախագահը եւ կենտրոնական հրամանատարության ղեկավարը մտահոգ
մտահոգություն են հայտնել հարվածների արդյունավետության կապակցությամբ։ Խորհրդականները նշել են, որ վերջին 2 շաբաթվա ռմբակոծությունների ընթացքում նախապես ընտրված թիրախների շրջանակը մեծ մասամբ սպառվել է։ Բացի այդ, ըստ աղբյուրների, մտահոգություններ կան սպառազինությունների պաշարների հետ կապված։ Նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է զենքի պաշարների վերաբերյալ տեղեկությունները, շեշտելով. Միացյալ Նահանգներն ավելի շատ զինամթերք ունի, քան աշխարհում որևէ այլ մեկը, եւ շատ ավելին, քան իրենց անհրաժեշտ է։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ Reuters-ին հայտնել է, որ երկիրը կդադարեցնի տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների դեմ հարվածները, քանի դեռ նույնն անում է Միացյալ Նահանգները։ Նրա խոսքով Թեհրանի դիրքորոշումը նույնն է՝ հարձակում հարձակման դիմաց։ Եթե հարվածները դադարեն, Իրանն էլ կկասեցնի իր գործողությունները։ Այդ ուղերձը փոխանցվել է Միացյալ Նահանգներին, նշել է պաշտոնյան, հավելելով. Թեհրանը մեծ հույսեր չունի, թե հարվածները դադարեցնելու Թրամփի որոշումը լուրջ փոփոխություն կմտցնի ԱՄՆ բանակցային դիրքորոշման մեջ։ Իր հերթին Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ միջնորդ երկրների, այդ թվում Պակիստանի, Օմանի եւ Կատարի միջոցով ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Նրա խոսքով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը հեշտ չի լինի, քանի որ միշտ կան ուժեր, որոնք ձգտում են պատերազմի։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն ամեն գիշեր հարվածներ էր հասցնում Իրանին, նշելով, որ դա պատասխանն է Հորմուզի նեղուցում նավագնացության վրա իրանական գրոհների։ Թեհրանն էլ պատասխան հարվածներ էր հասցնում հարևան երկրներում ամերիկյան թիրախներին։ Այս փոխադարձ հարձակումների պատճառով խախտվել է հունիսին կնքված փոխըմբռնման հուշագիրը, որով ժամանակավոր հրադադար էր հաստատվել։ Հարվածների դադարեցման ֆոնին նավթի գինը նվազել է 6-ից 7%-ով։ Brent տեսակի նավթի գինը կազմել է $89.5, WTI տեսակինը $83։ Թեհրանը Կիևին մեղադրել է Կասպից ծովում իրանական նավի հարվածելու համար, որի հետևանքով մեկ նավաստի զոհվել է, մի քանիսը վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ երկաթով բեռնված նավը Ռուսաստանի Աստրախան քաղաքից ուղևորվում էր իրանական Անզալի։ Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է հարձակումը եւ կանչել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Գերատեսչությունն այս միջադեպը որակել է որպես թշնամական եւ հանցավոր գործողություն, որը սպառնալիք է ներկայացնում նաև Կասպից ծովի բոլոր ափամերձ պետությունների անվտանգության համար։ Իրանի ԱԳՆ-ն շեշտել է, սա արտացոլում է Ուկրաինայի թշնամական վերաբերմունքը Թեհրանի նկատմամբ։ Արտգործնախարար Աբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, հարձակումը կատարվել է Իսրայելի հրահանգով Եվրոպան իր պատերազմի մեջ ներքաշելու համար։ Արաղչին նշել է, որ զրուցել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ եւ հայտնել նրանց, որ Կիևի գործողությունը չի կարող անպատասխան մնալ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանելով զինվորականների վերջին հարվածները հիշատակել էր նաև, որ խոցվել են նավեր, որոնք զբաղվում էին Իրանից ռազմական բեռների փոխադրմամբ։ Մոսկվան եւ Կիևը շարունակում են փոխադարձ հարվածները։ Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է շուրջ 150 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը խոցվել է։ Արձանագրվել են հարվածներ Զապորոժիեում, որտեղ 1 մարդ է զոհվել, 2-ը վիրավորվել։ Իզյումում ռուսական հարվածներից կա 3 վիրավոր։ Ռուսաստանն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 276 ԱԹՍ խոցելու մասին։ Ռոստովի մարզում 2 մարդ զոհվել է, 5-ը վիրավորվել։ Բելգորոդում վնասվել է մի քանի բնակելի շենք, 12 մարդ վիրավորվել է։ Միևնույն ժամանակ Ուդմուրտիայի ղեկավարը հայտարարել է Կիևի կողմից վերջին շրջանում հանրապետության դեմ ամենազանգվածային հարձակման մասին։ Տուժածներ չկան։ Հակամարտության լուծման առնչությամբ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է երկխոսությունն ամերիկացի միջնորդների հետ։ Դմիտրի Պեսկովի խոսքով հնարավոր առաջարկներին Մոսկվայի արձագանքը կախված կլինի նրանից, թե որքանով դրանք կհամապատասխանեն Ռուսաստանի շահերին։ Եվրոպական մի շարք երկրներում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Ֆրանսիայի Ժիրոնդի դեպարտամենտից 220,000 մարդ է տարհանվել, ինչը երկրի պատմության ընթացքում ամենամասշտաբային տարհանումն է։ Փակվել են ճանապարհներ, խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը։ Կրակն արդեն հասնում է խաղողի այգիներով եւ գինիներով հայտնի Բորդոյի շրջանին։ Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության այս տարի հրդեհները շուրջ 115,000 հեկտար տարածք են այրել։ Նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 27-ին կառավարության հատուկ նիստ է հրավիրել հրդեհների կապակցությամբ։ Իսպանիայում անտառային հրդեհներն այրել են ավելի քան 150,000 հեկտար տարածք։ Այս հրդեհները համարվում են ամենախոշորը երկրի վերջին շրջանի պատմության ընթացքում։ Ավելի քան 100,000 մարդ տարհանվել է, այդ թվում Մադրիդի տարածաշրջանից։ Իտալիայի հարավ-արևելքում եւս հրդեհներ են մոլեգնում։ Ծովափնյա որոշ շրջաններից նավերով հարյուրավոր բնակիչներ եւ զբոսաշրջիկներ են տարհանվել, քանի որ կրակի պատճառով ցամաքային ճանապարհները փակվել են։ Առաջիկա օրերին իրավիճակի բարելավում ամենայն հավանականությամբ չի լինի, քանի
քանի որ ջերմաստիճանը բարձրանում է, իսկ անձրևներ չեն սպասվում։ Սյուզաննա Չրաղյան։ Հուլիսի 23-ին Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի 1000 աշակերտի համար նախատեսվող նոր եռահարկ շենքի կառուցման նպատակով նախագծի տեղակայման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության հանրային առաջին լսումը։ Հանրային լսումը նախաձեռնվել էր Եռանկյունի Project սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին ՀՕ 150-ն եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի հանրային ծանուցման եւ քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին համար 2343-ն որոշման։ Մեզ համար շատ կարևոր իրադարձություն է, այսպես ասենք, որովհետեւ տարիներ շարունակ մենք սպասել ենք, որ Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը պիտի հիմնանորոգվի։ Մենք այդպես ենք մտածել։ Հետո հիմնանորոգումը մեր արդեն շատերի մտապատկերում դարձել է դպրոցի կառուցում, իսկ այսօր արդեն մեր հանրային առաջին լսումն է Գեղարքունիքի մարզի Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց բուհակի շենքում կազմակերպվել է դպրոցի նախագծի տեղակայման նախագծի, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության հանրային առաջին լսումը։ Սևանի երրորդ դպրոցը նախատեսվում է 1000 աշակերտի համար, 1000 տեղանոց դպրոց է նոր նախագծով, ինչպես քիչ առաջ ասացինք, ոչ թե կատարվելու է վերանորոգման աշխատանքներ կամ վերակառուցման աշխատանքներ, այլ մեկ այլ դպրոցի կառուցումը է ստեղ լինելով, մենք դրա տեղակայման աշխատանքներ ենք կատարում։ Հանրային լսմանը ներկային համայնքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, դպրոցի տնօրինությունը, աշխատակիցները, ինչպես նաեւ Սևանի շահագրգիռ հանրության ներկայացուցիչներ, Եռանկյունի Project սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչները պատասխանեցին նախագծի հետ կապված բոլոր հարցերին։ Դպրոցի նոր շենքի կառուցման համար առաջիկայում նախատեսվում է անցկացնել մի քանի հանրային լսումներ եւս։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան,